TRIP նախագիծը որպես այդպեսին ներկայացում է որպես տարածաշրջանային կապակցվածության connectivity կոնցեպտ, ասած ավելի ընդգրկուն հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական փոխգործակցության խթանման յուրահատուկ նախաձեռնություն, միաժամանակ այն ունի նաև հստակ աշխարհաքաղաքական նշանակություն եւ կարող է ազդել նաև տարածաշրջանում ուժերի եւ շահերի հարաբերակցության վրա։ Ինչպես է ընդհանրապես գնահատում TRIP-ի դերը տարածաշրջանային կապակցվածության համատեքստում, դրա տնտեսական եւ աշխարհաքաղաքական դերը եւ ինչ նոր զարգացումներ արձանագրում ընդհանրապես այս ուղղությամբ։ Շնորհակալություն շատ։ Այս հարցով մենք բավականին լայն աշխատանք ենք կատարել այս տարվա սկիզբ եւ զեկույց ենք տարակել, որ եւ կարող եք ծանոթանալ։ Ինչով դա կարևոր, որովհետեւ մենք վերցրել ենք երկու բաղադրիչները՝ աշխարհաքաղաքական եւ տնտեսական, որովհետեւ հիմնականում TRIP նախագիծը եւ ընդհանուր իրադարձությունները մեկնաբանվում են այս կամ այն տեսանկյունից, մենք էլ փորձեցինք երկու տեսանկյունը մի հատ զեկույցի շրջանակում ուսումնասիրենք։ Հիմա մենք եկանք այն եզրակացության, որ TRIP առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ, այլ ոչ տնտեսական։ Եվ նույնիսկ այս թվերի կարող եք դա տեսնեք։ Մենք նաև հաշվեցինք, թե ինչ գումար կարող է Հայաստանը վաստակի, եթե ընդանուր ապաշրջափակում տեղ ունենա Հարավային Կովկասում եւ ինչ կփոխվի ֆինանսական տեսանկյունից, եթե միակ TRIP-ը տեղ ունենա Հայաստանի համար։ Որոնք եթե տեղ ունենա միակ TRIP-ը, ապա Հայաստանի շահը կլինի մոտավորապես տարեկան $23 միլիոն, որը մեծ թիվ չի։ Եթե ընդանուր ապաշրջափակում տեղ ունենա Հարավային Կովկասում, ապա թիվը կաճի մինչև մոտավորապես $388 միլիոն տարեկան կտրվածքով։ Այսինքն տարբերությունը մոտավորապես 16 անգամ։ Բայց դե մենք համեմատում ենք մեր այլ երկրների հետ տարածաշրջանում, օրինակ Ադրբեջանը, այնտեղ այդպիսի տարբերություն չկա։ Օրինակ TRIP-ի դեպքում Ադրբեջանը կստանա տարեկան մոտավորապես $230 միլիոն տարեկան, իսկ ընդհանուր ապաշրջափակումից $329 միլիոն։ Այսինքն այստեղ տարբերությունը մեծ չի, մոտավորապես 1.4 անգամ է։ Հետևաբար մենք գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանի համար ընդհանուր ապաշրջափակումը շատ չի տարբերվում TRIP-ից, իսկ մեզ համար էականորեն տարբերվում է։ Սա հարց համար 1։ Հարց համար 2, մենք եկանք այն եզրակացության փաստացի, որ միայն TRIP-ը բավարար չի Հարավային Կովկասի համար, եւ Հայաստանին կարևոր է ստանալ երկերը, եթե մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի քաղաքականության մասին եւ այս մոտեցման մասին, ապա մեզ պետք է երկ դեպի միջերկրական ծով եւ Պարսից ծոց։ Այդ դեպքում անհրաժեշտ է բացել այլ հաղորդակցությունները, որոնք կան, մասնավորապես երկաթգծի մասին է խոսքը, որը դեռ այսօր ըստ օրակարգի չէ, բայց նույնիսկ ըստ Վաշինգտոնյան պայմանավորության կա փոխադարձ առավելությունների մասին բարակապակցությունը, որը նշանակում է, որ եթե TRIP-ը տեղ ունենում, ապա այլ ճանապարհներն էլ պիտի բացվեն։ Բայց այս ուղղությամբ դեռ մենք լուրջ քայլեր կամ քաղաքական որոշումներ չենք տեսնում։ Հետևաբար մենք առաջարկում ենք հետևյալը. Եթե բոլոր կողմերը շահագրգռված են խաղաղության մեջ, ապաշրջափակում տեղ ունենա, ապա ինչու ենք մենք միայն կենտրոնացվել TRIP-ի շուրջ։ Կային այն տարածաշրջանում ճանապարհներ, մեքենաների համար երկաթգծի ենթակառուցվածքը, որը հենց հիմա մենք կարող ենք օգտագործել եւ չսպասենք մինչեւ TRIP-ը տեղի ունենա եւ բոլորը դանից կարողանան շահեն, բայց մենք տեսնում ենք, որ հաշարնել երկ ամենաառաջի կետին, որ TRIP առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծեր, այլ ոչ թե տնտեսական, հետեւաբար մենք այս վիճակում ենք հիմա գտնվում։ Եվ երրորդ կետը հավանական է սցենարը, երբ որ ապաշրջափակման կոնտեքստում իրականացի միայն TRIP-ը, իսկ այլ ճանապարհները կամ չբացվեն, կամ եթե բացվեն, կարողանան միակողմանի փակվեն։ TRIP-ի դեպքում այդպիսի օպցիա չկա։ Հետևաբար կարող է լեգիտիմացվի փաստացի նոր Հայաստանի բլոկադայի ձևաչափը, եթե միակ TRIP-ը տեղ ունենում, իսկ մնացած ճանապարհները բացվում են կամ չեն բացվում կամ բացվում են եւ կարող են մասամբ այլ երկրի կողմից փակվել։